Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Արմինե Խամտրաշյանն է, ով բնակվում է Բելգիայում։ Բարև ձեզ Արմինե ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ընտրեմ։ Վստահ եմ Ես հետաքրքիր, ընտրեցիք։ ահա, վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, եկեք սկսենք։ Պատմեք մեզ, ինչպես եք հայտնվել Բելգիայում եւ ինչու հենց հատկապես Բելգիա։ Դե մեզ մոտ պատերազմային այդ վիճակը որ սկսվեց, մենք եկել ենք Ուկրաինայից, Օդեսայից։ Այդ Ահա, պատերազմային վիճակի սկսման ժամանակ որոշեցինք, որ տղա սպորտսմենը գնանք Գերմանիա։ Բայց այնպես ստացվեց, որ Բելգիայում ծանոթներ ունեինք, խորտակցեցինք սպորտի բնագավառը այստեղ շատ հարկի է։ ըհը, Եվ այնպես ստացվեց, որ հայտնվեցինք Բելգիայում։ հա։ Այդպես հիմնավորվեցինք 4 տարի է ապրում ենք Բելգիայում։ Հմ, Իսկ Հայաստանից երբեք Ուկրաինա տեղափոխվել։ Մենք Ուկրաինա 22 տարի ենք ապրել, իմ երեխաները այնտեղ են ծնվել։ Ես ամուսնացել եմ 21 տարեկան Ուկրաինա, ամուսինս այնտեղի ապրող հայ էր արդեն։ Ես Հա, այնտեղ արդեն ինտեգրվել էի։ 22 տարի սա մեծ մի կյանքում ապրել ենք, մենք մեր ընտանիքն ունեինք, երեխաներս ծնվել էին Օդեսայում։ Իհարկե հա, մենք հայկական դպրոց էինք գնում, հայերեն տառերը գիտեինք։ Աղջիկս ամուսնացավ Հայաստանում, Չարբախում է ապրում։ Այնպես ստացվեց, որ աղջիկս շատ հայրենասեր էր, թեկուզ ըհը, դրսում ապրելը, դա ոչ մի հարց չփոխեց, ինքը շատ սիրում է Հայաստանը, ըհը, նմանապես տղաս, որտեղ որ գնում է մրցումների անպայման Հայաստանի մասին ինչ որ հարցերին պատասխանում է, միշտ որտեղ էլ ներկայացնում։ ապրել ենք, Հայաստանը մեր սրտում է եղել, մեր հետ է եղել։ Հա։ Հետաքրքիր է, բայց ո՞նց է Ուկրաինայի պատերազմի ժամանակ միտք չկար ձեր մոտ, որ վերադառնաք հենց Հայաստան, թե ուղղակի երեխաների սպորտի։ Կողմում առաջին միտքը ամուսնուս միտքն էր, որ անմիջապես ասեց շատ եմ ուզում գնանք Հայաստան, բայց մեր տղան որ սպորտսմեն էր, իրա խաղերը միշտ այն ամեն հարցում Հայաստանի հետ չէր կապված, այլ Եվրոպայի, Եվրոպայի։ Ըհը, Հայ չեմպիոնա, ինքը Բելգիայի չեմպիոնա, ձյուդոյի, ինքը ըհը, Ուկրաինայում Ուկրաինայի չեմպիոն էր, այդ պատճառով, որ ամեն խաղերը սկսվում էր Եվրոպայի հետ էր կապված, այդ պատճառով որոշեցինք Եվրոպա գալ, թե չէ մենք շատ ուրախ կլինեինք, որ առաջնայինը այդ պատերազմի ժամանակ գայինք Հայաստան։ Պրոստը հա, այնպես ստացվեց, որ տղայիս հարցն էր առաջինը, 13 տարի այդ սֆերայում իր կարիերան էր առաջնային դրված, այդ պատճառով որոշեցինք Եվրոպա գալ։ հա։ Լինում է, որ մրցումների հայկական դրոշով է ինքը ներկայանում։ 2 տարի առաջ մենք եկանք Օլիմպիավան, ինքը Օլիմպիավանում ձյուդոների զբոր եղավ, ինքը մասնակցեց, Հայաստանի Ըհը, ուշի տակ կպավ։ Իրան հրավերքներ շատ կան Հայաստանի, պրոստը հիմա իրա ինդիվիդուալ գրաֆիկը։ պարապմունքը շատ գրաֆիկը խիտ է, ինքը շատ հրավերներ ստանում է գալու։ Հիմա Ըհը, ասել եմ, որ ամռանը միգուցե Գագիկ Ծառուկյանի մարզադահլիճը որ կա, այնտեղ իրան հրավերք կա, որ գա։ Տեսնենք ոնց կստացվի։ Ըստ ըհը, իր գրաֆիկի տրիների կապված այդ իրանց հարցերի։ ըհը։ Ինքը հավանել է, բայց Հայաստանը։ Հա, ինքը շատ է սիրում Հայաստանը։ Մենք ամեն 2-3 տարին մեկ մի քանի ամսով լինում ենք Հայաստան։ Ինքը Ըհը, շատ հավանում է, սիրում է։ Պրոստը ինքը որ դրսում միշտ կարգ ու կանոնը ուրիշ ձև է, մի քիչ Հայաստանի այդ կարգ ու կանոնը չի հավանում, ասում է մամա շատ մեր երկիրը շատ լավ երկիր է, բայց կարգ ու կանոն չկա։ Այդ պահը չի հավանում։ հա, Ասենք Եվրոպայի ինքը լրիվ ուրիշ ձև է, ինքը շատ հավասարակշռված է, ու որ Հայաստանն է լինում այդ մակարդակային այդ հարաբերական այդ պահերը իրան մի քիչ այդ է իրան վանում, թե չէ ինքը շատ է սիրում Հայաստանը։ հա, լավ է։ Ըհը։ Իսկ հեշտ հարմարվեցիք, որ տեղափոխվեցիք Բելգիա։ Ոնց ինչ սպասելիքներ որ ունեիք, ոնց որ սահուն անցավ ամեն ինչ, թե հիասթափություններ ունեցաք։ Ճիշտը որ ասեմ, Շուշան ջան, մենք 22 տարի ապրել ենք Օդեսայում, մենք շատ լավ ենք մենք զգացել Օդեսայում։ Ըհը, Օդեսայից հետո Եվրոպան ապրելը մի փոքր ստրեսային էր, հա, ինչ հիասթափություններ առումով։ շատ, որովհետև այստեղ օրենքի երկիր է, այստեղ օրենքները մի քիչ շատ խիստ են, Լավ հետո չի, որ դու բայց։
ազատ երկրում գալիս ես միանգամից փոխվում է ամեն ինչ, դա իրոք իմ համար ստրես էր։ Ես Օդեսայում սեփական տներ ունենք, մենք այդ լավ ապրած կյանքից միանգամից փոխվեցինք, մի փոքր sense դժվարություններ շատ անցանք, լեզվային խնդիրը, այստեղ լեզուն, եթե դու չգիտես, մի քիչ ուրիշ ստրես է, թղթային խնդիրը, այստեղ թղթային խնդիրը շատ այսպես ծավալուն հարց էր, բայց հաղթահարեցինք, փառք Աստծո, այսօր մենք մեր ընտանիքով, մեր երեխայի հետ, ամուսինս, մեր ընտանիքով անցանք այդ ամեն դժվարությունը։ Հա։ Հիմա Բայց շնորհակալ եմ Աստծուց, այն որ ապրում ենք, մենք մեր աշխատանքն ունենք, ամուսինս իր աշխատանքով է զբաղված, տղաս էլ իր սպորտով։ հա։ Այդ դուք որ ասացիք խոհարար եք, Օդեսայում էլ եք էլի խոհարարությամբ զբաղվում։ Մենք մեր ռեստորանն ունեինք, բայց այստեղ ես հայկական ռեստորանում Լակեսևա նոր է բացվել, այն որ հայկական ոգեշնչված շունչը Հայաստանի տարազներով նորաբաց, շատ հետաքրքիր, շատ հայեցի, մեր տնօրենն էլ շատ հայեցի տղա է, որ ամեն մի անկյունը սենց Հայաստանը հիշեցնում։ Մեր Սևանի նկարով, մեր տարազներով, մեր ամեն ինչը։ Չհաշված այն կուխնյան, որը որ զուտ հայկական է, ոչինչ չկա այլ երկրի։ Հա, բայց հեշտ եք գտնում այդ մթերքները, որ պետքա մեր հայկական համը հիշացնի, էլի։ Կա Շուշան ջան, այստեղ խնդիր չի, այստեղ մենք ունենք մեծ խանութ, որը որ պատկանում է Հայաստանի բոլոր ապրանքները, այնտեղ տերևից մինչև կրուպեղեն ստանում են։ Հա։ Մեր հայկական կողման բանը։ Հա, ամեն ինչ դու, ասենք, այնպիսի տերևներ ենք ստանում, որ ասենք Հայաստանում ես այդ որակի տերև չեմ տեսել խաղողի։ Շատ ամեն ինչը որակյալ, պաներից սկսած մենք ունենք այստեղ։ Հա։ Շատ են բայց հաճախորդները լինում։ Ենթադրում եմ, որ հայկականը Շուշան ջան, ես քեզ ասեմ, որ մեկ ամիսը չլրացած, մենք արդեն 15-ից ավել բանկետ ենք ունեցել, չհաշված ամեն օրվա մեր հայ ընտանիքները, որ երեկոյան հաճախում են, մենք շաբաթօրերը ունենք կենդանի երաժշտություն, լսում են կենդանի երաժշտություն եւ հաճույքով ճաշակում են մեր այն ամեն ինչը պատրաստում ենք հայեցի, հայկական, այն ավանդական մեր այն կերակուրներից ամեն ինչ։ Հա։ Այնպես է, որ արդեն մենք մեր հաճախորդներն ունենք։ Մի կողմից էլ լավ է, էլի, ոնց որ հայերով հավաքված եք ձեզ զգում, էլի, չէ՞։ Փոքրիկ Հայաստան, մեր Լակեսևանում ամեն երեկո փոքրիկ Հայաստան։ Իսկ բելգիացիները ընդհանուր հետաքրքրված են, բայց հայկական խոհանոցով։ Ճիշտն ասած, մենք ունենք բելգիացի հաճախորդներ, որ իրանք մեկ անգամ փորձել են, իրանք շատ դուր է եկել ու գալիս են արդեն համերով կարելի է սա, կարելի է նա, արդեն ոնց որ իրանք փորձել են այդ ամեն ինչը, իրանք դուր է եկել։ Բելգիացիները շատ սիրում են մեր կողնյան, մեր կերակուրը։ Պատրաստված իրանք համտեսում են, իրանք գոհ են ու ուվում են, իրանք դուր է գալի հայկական կողնյան։ Հա։ Այդ 4 տարի, որ այդտեղ եք, կա իրանք խոհանոցում ինչ-որ հետաքրքիր կերակուր, որ զարմացրել է ձեզ, բայց մեր հայկական խոհանոցում բացակայում է ինքը։ Ճիշտն ասած, չէ։ Բելգիական խոհանոցը մեր համար չի, այդ համերը, այդ իրանք ուտեստները, մենք մի քիչ ուրիշ ձև ենք սիրում ուտելիքը։ Անկամ մսերը իրանք պատրաստում են իրանց ձևով, իրանք շատ սիրում են աղացած կերակուրներ, որը որ մենք չենք ընդունում։ Այդ պատճառով այնպես չի եղել, որ այստեղ լինի այնպիսի մի կերակուր, որ ճիշտ ասած, որ մտածեմ, որ մեր խոհանոցում չկա։ Իրանք կարող են իմանալ, բայց մենք չէ։ Մենք մեզ չեն զարմացնում կողնյայով։ Իսկ Ուկրաինայում էլի հայկական խոհանոցն էիք ներկայացնում, թե նաև ուկրաինական։ Ուկրաինայում էլ էր նույնը հայկական խոհանոց, բայց ուկրաինացիք մեզ մոտ են, ասենք կերակրով, իրանց այդ ճիշտ է, մեր իրանց մոտ էլ կան բաներ, որ մեզ դուր է գալիս, ասենք, իրանց կերակուրների մեջ շատ չի տարբերությունը։ Հա։
Հիմա ամեն ինչ դուք վերջնական ոնց որ թողել Բելգիայում պիտի հաստատվեք, թե պլաններ ունեք, որ հետագայում պիտի վերադառնաք Որ Ուկրաինա։ վերջանա մենք այնտեղ տուն ունենք երկու հատ, երևի թե հետ կգնանք, որովհետև մի քիչ դժվար է մեր համար։ Այն որ ապրում ենք ճիշտ է, շատ լավ է, շնորհակալ ենք Բելգիայից, այն որ մեզ գրկաբաց ընդունելու, մեզ թղթով ապրելու ամեն ինչով, բայց սյոտակի մենք մեր երկրում ենք մեզ լավ զգում, էլի։ Մենք Օդեսա ապրել ենք, երևի թե չգիտեմ, այդ 22 տարվա մեջ արդեն ինտեգրվել ենք այնտեղ։ Հա։ Կարոտում ենք։ Հետո ծնողներս պապաս մահացած է, մայրիկս կա Ուկրաինա են ապրում, այնպես է Հա։ որ շատ ծնողիցս հեռու չեմ ուզի, կուզենամ հետ գնալ։ Բա իրենք քիչ են տեղափոխվում, ապահով է հիմա այնտեղ։ Ապահով չի, կռիվը շարունակվում է, չի ուզում, մայրիկս եկավ չկարողացավ հարմարվել հետ գնաց։ Ինքն էլ չկարողացավ, խնդիր էր, ինքը աշխատասեր մարդ էր, չկարողացավ այստեղ ինտեգրվել, հետ գնաց նորից Օդեսա։ Բայց ձեր տարածքը բան չի շատ որ վստահեք ապրի էլի, այսինքն արդեն սովորել է։ Մի 2 օր առաջ քույրիկս այնտեղ էր ասում, ահա որ սկսեցին բամբիտ անել, մաման ասում է ոչինչ, դե մի վախեցի, մենք արդեն սովորել ենք, ասում է իմ համար արդեն այդ սարսափը մտել էր սիրտս, սա գիշեր չքնեցի, բայց մաման շատ հանգիստ էր։ Ոչինչ, ասում է, այս վրա տենց ձայները գալիս է, բայց հանգիստ է, այս կողմ ոչ մի բան չկա։ Այն որ ինքը սովորել է։ Հետո ապաստարանների բանի հարցը ոնց որ լուրջ կարգավորված է, չէ՞, կազմակերպված է ամեն ինչ։ Այդ պահերը հա, բայց դե սյոտակի պատերազմը, վտանգը մեծ է, ոնց էլ ապաստարանները ապահովված լինի, սյոտակի կռիվ է, գնում է կռիվը, դու չգիտես, այդ բոմբը որտեղից կգա, ուր կընկնի։ Հա, որ պահին կգա, էլի։ Իհարկե, քանի ապրելու շենք մտավ այդ բոմբերը, լիքը խնդիրներ, լիքը մահեր, այնպես է որ ապահովված չես, որ երկրում կռիվ է, դու պիտի, չգիտեմ, դուրս գաս այդ երկրից։ Ես այդպես եմ մտածում։ Մեր համար էլ է շատ դժվար, դուրս եկանք, որտեղ մեր տղան 20 տարեկան էր, 16 տարեկան էր, դուրս եկանք, լիքը խնդիրներ կառաջանան։ Այդ պատճառով դուրս եկանք, որպեսզի հանգիստ զգանք, մինչև հասկանանք ինչ ա լինում։ Հա, Իսկ ունեք պլաններում այնց ինչ որ մի նպատակ, որ միգուցե օրերից մոր հենց Հայաստան վերադառնաք։ Այս շատ կուզեմ իմ պլաններում, որ Հայաստանը առաջնային լինի, բայց երբ որ դրսում ապրում ես, աշխատանքի խնդիր չես ունենում, ապրելակերպի խնդիր չես ունենում, Հայաստանի կարգավիճակը այնպես է, որ այդ խնդիրները առաջնային է։ Հայաստանում ցելի ամիսը խոսքի այն աշխատավարձ ես ստանում, որ դու այստեղ 3 ժամում կարող ես աշխատել, 5 ժամում կարող ես աշխատել։ Հայաստանի աշխատավարձով դու չես կարող ապրել այնպես, ոնց որ դու ես ուզում։ Դե բայց այդտեղ էլ հարկերն եք, չէ՞ շատ վճարում։ Հարկերը շատ ես վճարում, Շուշան ջան, բայց դու շատ էլ աշխատում ես։ Շատ աշխատանքից ես դու շատ հարկ վճարում։ Եթե դու քիչ աշխատես, դու իհարկե հարկի չափաբաժինը կլինի կոպեկներ։ Իսկ Հայաստանը քիչ աշխատում ես, հարկերը ինչքան աշխատում ես, այդքան էլ հարկ ես վճարում։ Հիմա ձեր աղջիկը, որ Հայաստանում է ապրում, ինքը գտնա, որ դժվար է այստեղի կյանքը, այդտեղ ավելի հեշտ է։ Աղջիկը չի ուզում ուրիշ տեղ, իմ աղջիկան շատ դուր է գալիս Հայաստանը, իմ աղջիկը արդեն ինտեգրվել է, ինքը շատ հնացել, ինքը իրան լավ ազգում, ինքը գալիս է այստեղ 1-2 ամսով, շուտ ուզում է հետ գնա։ Արդեն սա ինչն է կարոտում։ Մեզ է կարոտում, այն որ չգիտեմ, էլի, որ հեռու ենք, այդ պահն է, ինքը այդ կարոտը 1 ամիս մնում է 2, գալիս է հաճախակի աղջիկից հանգստանում գնում, ինքը գնում, արդեն այն որ հասնում է տուն, արդեն սկսում է այստեղի, մամ, ուզում եմ հետ գամ, մի քանի շաբաթով նա, բայց որ այստեղ է շուտ ուզում է հետ գնա, այն որ չգիտեմ, ոնց բացատրեմ, բայց դե ծնողներից հեռու միշտ էլ կարոտում ես ծնողներից։ Իսկ Հայաստանից ինչն է իրան հետ կանչում այդքան ուժեղ։ Դե իր ընտանիքն է այնտեղ, իր ամուսինը, իր կեսուր կեսրարը, իր բալիկը, միշտ էլ որ ապրում ես, արդեն քեզ հարազատ է դառնում։ Անկախ նրանից քանի տարի ես ապրում, թեկուզ քիչ տարի է ինքը գտնվում Հայաստանում, բայց արդեն իր հարազատն է։ Ինքը միշտ էլ Հայաստանը շատ սիրել է։ Ինքը ծնվել է Ուկրաինայում, բայց իր համար Հայաստանը մեր
տանը սենց փոքրիկ Հայաստան էր, ինքը սաղ իր սենյակում ինչ կար, Հայաստանին վերաբերվող ինքը սաղ ուներ, որովհետև շատ էր սիրում։ Հա, փոքր ժամանակ իրեն շուշուտ եք բերել Հայաստան, չէ՞։ Շուտ էին գալիս, հետո էլ հայկական դպրոց էր գնում, հայկական դպրոցի այդ ամեն ինչը իրան դուր էր գալիս, հետո որ խորանալ, հասկանալ, ինքը շատ սիրում էր Հայաստանը, ասում էր որտեղ էլ ապրեմ, Հայաստանը իմ սրտում է։ Ես չեմ մնալու որտեղից գնալու եմ Հայաստան, այնքան ասեց, մինչև Աստված իր ձայնը լսեց։ Դրանց հայ Այ դուք ինչ եք կարոտում Հայաստանից։ Դե չես կարող նկարագրես ինչ կարոտ է դա, այն որ դրսում ապրում ես, ինչքան էլ լավ ես, քո հոգու խորքում Հայաստանը ուրիշ է։ Ինչքան էլ Արմատները։ իհարկե, արմատներդ բացի քո հայ լինելը, քո տեսակը դա լրիվ ուրիշ է։ Հայաստանի հետ ոչ մի երկիր չես համեմատի։ Հայաստանը իմ համար մի ուրիշ տեսակի երկիր է, որ ոչ մի երկրի հետ ես չեմ համեմատի։ Անգամ ապրելակերպը կարող է եւ դժվար լինի, ինչ որ հարցերը դժվար լինեն, բայց Հայաստանը մնում է Հայաստան։ Ոչ մի երկիր Հայաստան չի լինի իմ համար։ Թեկուզ այն անհոգ, չգիտեմ, խնդիր երկիրը, որը որ ապրում ես, կապ չունի։ Հայաստանը ոչ մի երկրի հետ ես չեմ համեմատում։ Հայաստանը իմ համար անթերի երկիր է։ Պրոստը ես գիտեմ, կարող է մի պահ գա, որ մի կյանքում մի պահ գա, որ ես շատ կուզենամ հենց Երևանում ապրեմ։ Ոչ մի երկիր չապրեմ։ Ես շատ փոշմանում եմ, որ փոքր ժամանակ իմ երեխաները ծնվեցին Ուկրաինայում, ես այդ ժամանակ շատ կուզեի, որ իրենք Հայաստանում ծնվեին, Հայաստանի հիմքը դրված լիներ, թեկուզ այդ լեզուն, թեկուզ ամեն ինչը։ Հիմա իմ տղան մեկ-մեկ հայերեն խոսում է, բայց գրելուց նեղվում է։ Լիքը հարցեր կա, շատ կուզեի, որ այդ հիմքը հայկական լիներ իրանց մեջ։ Թեկուզ իրանք հայ մեծացել են, ես իրանց մեջ դրել եմ այդ ամենը, բայց Հայաստանում ծնվելը լրիվ ուրիշ հայ ես դու լինում։ Հա։ Դե կարևորը գոնե այդքան արել եք, որ ամեն դեպքում հայերեն խոսում են, ձեր աղջիկը սիրել է, սիրահարվել է, եկել է։ Գրի, ճիշտ է, միգուցե հարցեր լինեն, ինչ որ հարցերում կաղի, բայց գրելը, կարդալը, մեր հայ այդ ամեն ինչը իրանց մեջ կա, ես դրել եմ, ես փորձել եմ թեկուզ դրսում իրանց մեջ այդ հայեցի լինելը իրանց հետ մեծանա։ Ու լիքը այստեղ երեխաներ կան իրանց հայեցի տեսակով, բոլորն ասում են ձեր տղան լրիվ իսկական հայ է։ Մենք չենք իրացրել, որ ինքը Ուկրաինա, ասում չէ, ինքը Ուկրաինայում է ծնվել, բայց ինքը շատ հայեցի է, ինքը գիտի հայ լինելը ինչ է, որտեղ էլ որ լինի, ինքը գիտի, որ ինքը հայ է ծնվել։ Այստեղ երեխաներ կան հայերեն ընդհանրապես չեն խոսում, որ ասում ես, բայ քիչ եք խոսում, դե մենք արդեն այստեղ ենք ծնվել, մենք արդեն բելգիացի ենք։ Զգում ես, որ իրանց այդ պետք էլ չի եղել, իրանց թեկուզ հացել են արդեն էլի։ Թեն ուրիշ ձև են ինտեգրվում, ուրիշ մարդ են դառնում։ Բայց իմ տղային էտի մի ուրիշ ձև է հիասթափացնում, ասում է որտեղ ուզում է ապրես, մամ դու մայր լեզուն չիմանաս, դա իմ համար մի քիչ ուրիշ ձև է։ Ինքը երկրներ ա լինում, տարեկան 5-ից 10 երկիր ա լինում, բայց ինքը երբեք բաց չի զգում ասել, որ ես հայ եմ ծնվել, կապ չունի, ես Ուկրաինայում եմ ծնվել, բայց ես հայ եմ։ Ու բոլորը այդ են, որ ինքը շատ հայեցի տղա է, էլի, ինքը շատ սիրում է Հայաստանը, ամեն տեղ էլ հիշատակում է Հայաստանը։ Պրոստը գամանքները այնպես է ստացվել, որ հայտնվեցինք Ուկրաինայում, մնացինք, ապրեցինք, ինտեգրվեցինք։ Ամեն դեպքում ձեզանից շատ բան է կախված։ Նույնիսկ տեսեք ձեր ամուսինը, որը ասում եք Ուկրաինայում է հենց ծնվել, մեծացել, երևի այդքան մեծ դեր չունի։ Մեծացել 20 տարեկան ա եղել, Սիրիայից տեղափոխվել են Ուկրաինա։ Հա, այսինքն Հայաստանում ինքը չէր եղել, ձեր ամուսնան։ Իրանք մեծամոր են ապրել, գնացել են Սիրիա, հետո նոր տեղափոխվել են Օդեսա։ Այնպես է, որ ինքը մեծ տղա է եղել, որ տեղափոխվել են, այնտեղ չի ծնվել, Ուկրաինայում չի ծնվել։ Հա, հա։ Ինքն էլ է օգնել էլի մի խոսքով հարցին, որ երեխաները հայեցի մեծանան։
շատ պարտադրում էր երեխաները, որ պարտեզիստուն էին գալիս տանը, ուկրաները նոր սովորում էին, խոսում էին։ Մենք պատգատավիցիլնի դպրոց ենք գնացել նախապատրաստական։ Հա, Իրանք գալիս էին տուն, իրանց հետաքրքիր էր, սկսում էին ուկրաներեն, ինքը խստիվ արգելում էր, ասում էր տանը չլսեմ ուկրաներեն, դուք տակի դպրոցում եք խոսում եք այդ ուկրաներեն, տանը հայերեն։ Ես մտնեմ տուն, այդ հայկական այդ ձայնը լսեմ, այդ տառերը դուք չեք։ Իմ հա։ աղջիկը մի օր այնքան է մեզ ստիպում, որ մենք հայերեն խոսենք, մենք ուկրաներեն դպրոցում հայերեն ենք խոսում, որ պապան էլ այդ հարցում շատ խիստ է։ Հա։ Երկուստ եք ա եղել էլի մի խոսքով։ Ինքն էլ շատ հայրենասեր էր ու ասում էր տանը տակ դուք խոսելու եք դպրոցում։ Դուք շուտ կսովորեք այդ ուկրաներենը, բայց հայերենը կմոռանաք։ Դուք հայ եք, դուք պիտի հայերենը չմոռանաք որտեղ էլ լինեք։ Մենք այդ հարցում շատ ուրիշ ձև էինք նայում ու երկուսով այնպես է, որ իրար սենց օգնելով Ահա։ փորձեցինք այդ մեջ էլ մտցնել այն ամենը, ինչ պետք էր մեզ։ Հա։ Այդ ձեր ամուսինը ի՞նչն է կարոտում Հայաստանից։ Դե ինքն էլ է շատ սիրում Հայաստանը, ինքն էլ է այնպես է, որ միշտ Ուկրաինա ապրելով ինքը Հայաստանը լրիվ ուրիշ ձևով է ներկայացնում։ Իր համար Հայաստանը մի ուրիշ աշխարհ է։ Ինքը ինչը հիմա ինչ շորեր ենք զակաց տալիս, ինչ սա հայկական տառերով, հայկական գերբով, ինքը որ մտնում աստեղ իր աշխատանքը այնպես էր, մի երկու անգամ այդ բելգիկները մտնում, տեսնում են, խոնարհվում են Արմենիա, ասում այդ հենց սաղը իմանաք Արմենիա կա։ Ինքն էլ շատ սիրում ամենտեղ է, որ հիշեցնում է ամեն ինչում, որ Հայաստանը իրանն է վերջ։ Ինքը ֆուտբոլիստ է եղել, ինքը շատ սիրել է Հայաստանը, այն այնպես ամեն ինչը իր համար հայկական է։ Մենք այստեղ էլ ինչը որ օգտվում ենք, հագնում ենք, ուտում ենք, մերը պիտի հայկականը լինի մեջ, հա, պարտադիր։ Ահա։ Սկզբունքը բոլոր երկրներում նույնն է, էլի մի խոսքով։ Այո, այո, Շուշանա ջան, Ահա։ որտեղ այս սկզբունքները մենք չենք փոխում երբեք։ Հա։ Հայ հետաքրքիր է, Բելգիայից ի՞նչն է, որ շատ եք հավանել կուզեիք, որ Հայաստանում լիներ։ Բելգիայի ինչն եմ հավանում, Բելգիայի կյանքի հանգստությունը, Շուշանա ջան, որ երկու ստացում, որ որտեղից պիտի աշխատանք գտնես, ոնց պիտի ապրես, շատ հանգիստ ես այդ հարցերում։ Ի տեսակ այդ լարվածությունը կարա լինի լեզվի չիմացությունը, ինչ որ դոկումենտային խնդիրները, բայց աշխատանքի առումով, ապրելակերպով շատ հանգիստ ես զգում։ Դու գիտես, որ դու ստաբիլնեստ ունես, դու ամեն ամիս քո գումարը ստանում ես եւ դու կարողանում ես քո գումարը տնտեսել, հասկանալ դու ինչ պիտի անես։ Հա։ Ու այն աստիճանի այստեղ կյանքը հանգիստ է, որ ես մեկ-մեկ նայում եմ, ասում եմ, ինչքան խղճում եմ մեր ազգին, որ ամեն ինչի մեջ լարված են։ Վարկերի տակ, հարկերի տակ, այս ազգը անգամ վարկ է վերցնում 0%-ով։ Ինքը չի մտածում, մի դայ բող, ես վաղը չեմ կարողանա մուծեմ։ Գնում ասում եմ, գիտեք ինչ կա, ես չեմ կարողանում մուծեմ։ Ասում եմ, խնդիր չի։ Ինչքան կարաս մուծես։ Այսքան մուծի։ Չկա այդ լարվածությունը, որ ժողովուրդը պիտի ստեղից ընդեղից, չգիտի ինչ ձևով այդ գումարը վաստակի, որ իր երեխային պահի։ Չկա այդ, Շուշանա ջան։ Այդ այնց դուր գալի Բելգիայի։ Հա։ Գնա ասա ես մասնագետ կարում եմ այս աշխատանքը անեմ, լեզուն չգիտեմ, ասում եմ արի սովորի։ Արի ես քեզ լեզվի դասը տալիս եմ ձրի, ինչ ես ուզում, կոմպյուտեր ես ուզում, տալիս եմ, ապահովում եմ տնով, սովորի։ Այս երկիրը քեզ թույլ է տալի, որ դու կարողանաս դալշոտ ինքդ կազմակերպես, կայանաս։ Քեզ ընդհանուր գնում։ Մեր երկրում այսօր ինչքան ավարտած մարդիկ կան անգործ նստած են ու չեն աշխատում այն մասնագիտությամբ, ինչ որ իրենք ավարտել են։ Բայց որակն էլ եք գտնում, որ այդտեղ ավելի լավ է։ Նույն օրինակ բժշկության հարցով, եթե նայենք։ Բժշկության հարցով, գիտես, Շուշանա ջան, եթե դու ճիշտ բժիշկների մոտ ես հայտնվում, որակն էլ է շատ ուժեղ այստեղ։ Հա։ Այդ բժշկական որակ կա, որ ասենք ճիշտ է, միգուցե կարան մեր բժիշկները լինեն, որոնք ավարտել են եւ այստեղ մասնագետ են դարձել, բայց այստեղ այնպիսի ապարատուրաներ կա, որ ոչ մի երկրում չես տեսնի։ Որ դու կարող ես մազերից, ծայրից մինչև ոտքերից ծայրը քեզ այնպեսի դիագնոզով ստուգեն ասեն, որ դու մտածես
Լավ, ոնց այդպես եղավ, այդքան երկրներ դիմեցինք, այդքան բժիշկների մոտ եղանք, այստեղ շատ լավ մասնագետներ կան, պրոստը պետք է ճիշտ մասնագետների մոտ հայտնվես։ Հա, բայց իրենք էլ երևի թանկ կլինեն ամեն դեպքում, էլի, չէ։ Ստրախովկան փակում է, այստեղ դու չես մոծում, որ դու մտածես, որ ստրախովկան մոծում է, ստրախովկան ամեն ինչ է փակում է։ Հա, Միայն չի փակում ատամների իմպլանտը։ Մնացած ամեն ինչ ստրախովկան փակում է։ Մեկ էլ էսթետիկ վիրահատությունները, եթե դու ուզում ես էսթետիկայով վիրահատվես, իրանք ասում են դա գեղեցկության է վերաբերվում, դու կեսը պիտի մոծես։ Բայց մնացած հա, բոլոր հարցերը դու չես անհանգստանում, ոնց վիրահատվեն, որտեվ փող չունեն։ Ասենք որ խնդիրը, որ Հայաստանում է, մարդիկ կանգնած են մահվան շեմին, բայց գումար չունեն, որ գնան վիրահատվեն, բայց այստեղ այդպիսի խնդիրների մեջ չեն մտածում։ Պետք է վիրահատեն, իրանք կվիրահատեն։ հա, հետաքրքիր է։ Որոշ հնարավորություն է առողջության հարցում, այսօր ինչքան ծերեր կան, որ չունեն այդ հնարավորությունը, իսկ իրանք ստացած պսակը իրանք չեն կարողանում հաց ուտեն։ Հա, Այստեղ ծերը չի մտածում, որովհետև ծերը դիմում է հիվանդանոց, ասում է ես ծեր մարդ եմ, չունեմ ոչինչ։ Իրան այնպիսի ապահովագրություն ունի, որ ամեն հարցը լուծվում է։ Ինքը չի անհանգստանում, ոնց պիտի լինի։ դե ապահոված երկիր է էլի ամեն դեպքում։ Այն դեպքում իհարկե դուք Մեծ ես նշանակություն ունի։ մեծ հենց այդ է հարցը, որ առողջական խնդիրները ոչ ոք ապահովագրված չի։ Դու չգիտես, որ ժամ ինչ կլինի, բայց երբ որ դու այն երկրում ես, որ դրա համար դու չես կարող անհանգստ։ Ես եկել եմ 3 շաբաթ հետո, ինձ շատ մեծ խնդրեմ առաջացավ լեղապարկը վիրահատելու։ Ասենք եթե ես դա Հայաստանում լինեի, ամենաքիչը 2-3 հազար պետք կլիներ։ Բայց ես եկած պատերազմից լիքը խնդիրներ կար, որ ես չէի նախատեսի այդքան գումար իմ առողջության համար։ Բայց ես առանց հոգս ես վիրահատվեցի։ Ընդամենը 200 եվրո накладной եկա, որ ես պիտի մոծեի, դա էլ ամբուլանսի փող, այսինքն սկորի փողը։ Բայց ինձ ասենք հիվանդանոց տեղափոխեցին այն ձևով 5 խիրուրգ 3 քույր աշխատեցին, որ դա թվեր կարժենար։ Որ իմ Եթե Հայաստանում լինեի։ իհարկե ես չանհանգստացա, մարդիկ ինձ տեղը են վիրահատեցին առանց խնդիր, առանց հարցի։ Լեղապարկս չհետացրեցին, իլասոսով մաքրեցին լեղապարկի ներսի քարերը, բորբոքված այդ վիճակը, այդ խնդիրը, որ ես մարսողական խնդիր, սաղ միանգամից դեղերով բուժեցին, տուն ուղարկեցին։ Հա։ Այ բայց հերթերն էլ շատ է, չէ։ Ինչ է Հերթերը էլի, որ օրինակ ասում են, որ մի 2-3 ամիս ոնց որ տևում է։ Բժիշկներ, որ դերմատոլոգները, ստամոքսի բժիշկները, սենց բժիշկներ կան, որ իրոք իրանց մոտ պիկ է, որ դու չես կարող, ասենք 2-3 ամսից շուտ իրանց հասնես։ Հա։ Այստեղ դու գնում ես քո տնային բժշկի մոտ, քեզ եթե խստին ինչ որ հարցեր կա, պիտի վիրահատվես, պիտի քեզ ուշադրություն, քո տնային բժիշկը անմիջապես կապնվում է քո համար օրավերսն, որ դու այդ խնդիրներից զերծ մնաս։ Բայց ընդհանուր օրը գրանցվում ես, գնում ես, խնդիր չկա։ Հիմա ես աչքի խնդրեմ ունեմ, ասենք առանց խնդիր ինձ գրանցեցին, հիմա частный կլինիկա ուղարկեցին, այնտեղ ստրախովկան փակումը, բայց այն ստրախովկան չի, որը որ կփակեր։ Իհարկե ես այդ ասպրագը, որ ինձ տվել էին, ես մոծեցի, բայց հիմա ինձ օր են նշանակել, որ աչքից մեջ ջուր է հավաքում, իրանք պիտի այդ ջուրը մաքրեն։ Այստեղ կարգ ու կանոն մի քիչ ուրիշ ձև է։ Եթե դու հիվանդ ես, իրանք քեզ չեն անտեսի երբեք։ Հա։ Դե բայց ես գտնում եմ, որ Հայաստանում էլ ընդհանուր վատ չի։ Հիմա ոնց որ արդեն մտցնում են այդ ապահովագրությունը, քիչ-քիչ արդեն ոնց որ փուլ բոլորն էլ երևի կմտնեն։ Անա ջան, բայց այդ ապահովագրությունը պետք է մարդիկ կարողանան մուծեն։ Ապահովագրությունը կմցնեն չի, բայց մուծելու հարցն է։ Խնդիրն է այն, որ աշխատանք չունեն մարդիկ, որ այդ ապահովագրությունն էլ մուծեն։ Քանի ամիս կռիվ արեցին, որ ավտոբուսների տոմսեր պիտի առնեին։ Այս ավտոբուսի տոմսը նորմալ է։ Այստեղ ժողովուրդը գիտեն, որ ավտոբուսի տոմսը պիտի իրանք առնեն, բայց տարեկան իրանք ծախսում են 50 եվրո։
Բայց մեր մոտ ստիպում մարդիկ առնեն 90,000 դրամ։ Այդ մարդը աշխատում է 30-ից 40,000 դրամ, 90,000 դրամ որտե՞ղ է ստա տոմս առնում։ Դե Անդամ 90,000 տարեկան փաթեթն է ախր, չէ՞։ տարեկան 90,000 տարեկան փաթեթը Շուշանա ջան, այս երկիրը այդքան ապահոված երկիր է, այդպիսի փաթեթ չկա ստեղ։ Ամենամեծ փաթեթ 300 եվրո է։ Իտո, դա տարեկան փաթեթ ամբողջ ընտանիքով են վերցնում։ Ընտանիքում քանի անդամ ես, այդքան անդամդ վերցնում է այդ բիլետը։ Եվ մուծում է 300 եվրո։ Իսկ ինքը մտցրել է 90,000 դրամ տարեկան փաթեթ, դա մի հատ ահռելի գումար է կազմում Հայաստանի համար։ Հայաստանի այդ 180,000 դրամ աշխատող մարդկանց համար 90,000 մի ամիս աշխատեին ամիս ու կես, որ տան մի տարեվա փաթեթ առնեն, ասենք անհամեմատելի է։ Դե չեմ կարծում Բելգիան միանգամից դարել է Բելգիա, այս հիմիկվա մակարդակին, չէ՞։ Հիմա Հայաստանն էլ փուլ մտնում է դրա մեջ։ Ճիշտ ես ասում, միանգամից չի դարձել, պրոստը այստեղի սիստեմը լրիվ ուրիշ է։ Այստեղի ներսի մարդիկ մտածում են իրանց ժողովրդի ապահով կյանքի համար, ոչ թե մտածում են ուրիշ երկրների համեմատ, մենակ իրանց գրպանի համար, չէ։ Այստեղ մարդիկ իրոք մտածել են իրանց ժողովրդի համար։ Ու հալալ այս մարդկանց ամեն ինչը սարքած է համակարգը, որ իրանց ժողովուրդը անգործ չմնա։ Իրանց ժողովուրդը երբեք գործի խնդիր չունենա, որը որ մեր մոտ բացառվում է։ Խնդիրը։ Բացառություն։ Անկամ ապակիներ են սարքել, որ դու ապակիդ պիտի չմաքրես։ Այդ հատուկ մաքրող կա, պիտի գա մաքրի, որ ինքը փող աշխատի։ Ընդհանրապես ինչ կա դրված ու հիմք է դրված այս երկրներում։ Այդ պատճառով էլ բոլորը ուզում այս երկրները կան, որտեղ մնանք մենք մեր երկրում։ Օրինակ ես շատ կուզեի մնացած լինեի իմ երկրում, իմ երեխաները ծնված լինեին իմ երկրում։ Բայց լավ կյանքից չի մեր երկիրները թողում դուրս են գալիս ուրիշ երկիր։ Եթե լավ կյանք մենք հաստատ դուրս չէին գա ուրիշ երկիր։ Մենք մեր երկիրը շատ սիրում ենք։ Մենք մեր երկիրը ոչ մի երկրի հետ չենք համեմատում։ Ուղղակի մի քիչ ոնց որ պայմանները փոխվի, բայց որ ասում եմ, տարի որ համեմատում ենք նախորդ տարի, նախորդ 5 տարի, նախորդ 10 տարի, կյանքի որակը ընդհանուր առմամբ փոխվում է, այնպես չի որ չի փոխվում։ Բայց մենք մեզանից էլ է շատ բան կախված, էլի, մարդկանցից, մտածելակերպից։ Շուշանա ջան, ես քեզ ասեմ, ճիշտ ես ասում, մարդիկ են իրանց տրամադրում ու հասկանում, այդ նույն մարդը Հայաստանից գալիս է այստեղ, դու գաս այդ մարդին չես ճանաչի։ Բայց այդ մարդը մի քանի ես նկատել եմ, որ Հայաստանում դաժե ասեն, այս գործը կասի ես չեմ անի, ես կամաչեմ, բայց երբեք չի ամաչում։ Արտահայտությունս այստեղ յուրաքանչյուր գործը։ Իրանք չեն ամաչում այս։ Հա, որովհետև մեր մտածելակերպը, մեր մենտալիտետը ուրիշ է։ Այստեղ դու չես կանաս ամենա այն մեծ մարդը, որ իր կյանքում ամեն ինչի հասել է, կարող է քո հետ աշխատի, քո կողքը կանգնի ու դու չհասկանաս, որ դա քո ամբողջ զավոդի տերոտ իրականն է։ Այնքան տարակ են ամեն ինչի մեջ, որ մեր մոտ բացառվում է։ Եթե մի սենց փոքր գործի նստածը լինում են, այնպիսի ոչ ու պահված կա, որ ասում եմ դե կներեք էլի։ Ասենք անգամ խոսելու մեջ այդ մեծամտությունն է, իսկ այստեղ չկա, այստեղ ամեն ինչ հավասար է։ Դու այստեղ չես հասկանա ով է հարուստ, ով է աղքատ, ով ունի, ով չունի, չկա այդպիսի հասկացողություն։ Ես աշխատում եմ, որտեղ որ աշխատում էին, այսպես բարձրակարգ բարձր որակի մարդիկ են եղել ու հիմա անցել են թոշակի, իրանք զբաղվելու տեղը հացի փորեր։ Այնտեղ նալոգվու պետը, այնտեղ էր MVD-ի պետի կինը, ասենք ես կյանքում չէի պատկերացնի, որ ես կընկնեմ այնպիսի մի շրջապատ, որտեղ որ այնպիսի մարդիկ են, ես իմ կյանքում չէի պատկերացնի, որ այդ ոճի, այդ որակի, այդ մակարդակի շփում կլիներ։ Ունեինք Սարա, այդ տիկինը աշխատել էր ամբողջ Բելգիայում նալոգվու պետ։ Ու այնքան հասարակ էր, որ թեյ խմելուց ասում եմ Սարա, ասում եմ, այնքան լավ կին եք, բարի, ասում եմ Արմինա, ես էլ ձեր ազգին եմ սիրում, բայց ձեր ազգը շատ մեծամիտ է։ Ասում եմ, բայց դու տենց չես, ասում եմ, վայ շնորհակալ։ Ասենք այնտեղ կանում գործից հետո մենք մեր այդ բունկերը, հացի ամանները, ամեն ինքը մեր հետ հավասար,
Ասում եմ տիկին Սարա, ես կանեմ, չէ Արմինա, դու էլ ես մարդ, որ հոգնել ես։ Ինչի պիտի ես իմ ամանը թողեմ, դու լվանաս։ Դա ճիշտ չի։ Անգամ սուրճի բաժակը, որ իմ համար դա դժվար չի, ասենք կոլեկտիվը, ես ինձ լավ էի զգում ամեն օր մեկին տրված էր այդ պատասխանատվությունը, ինքը բոլորից առաջ։ Ու այնքան իրար հանդեպ հարգանք ունեն, որ մեր մոտ հաստատ այդպիսի վերաբերմունք դու չես տեսնի սովորական մահկանացուն հանկարծ այդ տիպի մարդկանց հետ աշխատի։ Այտենց բան չես կարա տես։ Անենց կպահեն դու անկախ քեզանից կասես ոնց անեմ, որ այդ մարդկանց հետ շփում չունենամ։ Ու մինչև հեռու մնամ։ Չի ես գալիս, ասում եմ ես զբաղված եմ, արդեն աշխատում եմ, բայց ես շատ եմ ասում կարոտում, որ պահ լինի դու տանը լինես, մի անգամ մեզ այցելի։ Այստեղ նոր բուլեչկաներ ենք թխում, կփորձես մեր աշխատանքի ռեզուլտատը։ Այնքան տարակ են, որ ես չէի պատկերացնի, որ կյանքում նման տիպի մարդկանց ես կհանդիպեմ, որոնք ավարտել են ամերիկյան համալսարաններ, այնպիսի հաստատություններ, որ ասենք մարդիկ այն պահվածքն են ցուցաբերում, որ դու չես զգում։ Իրանք քեզանից հատուկ են։ Իրոք։ Մենք անգամ այն հարցը, որ դու գալիս ես Հայաստան, խոսքի դրսում ես ապրում, դու չգիտես, հարց ես տալի, անգամ այդ պատասխանել, այն տոնով են պատասխանում, դու չես ուզում։ Իսկ այստեղ կարող է խանութը փակի, ասի որտեղ ես ուզում։ Կորցրել ես ճանապարհ, արի ես քեզ տանեմ ցույց տամ։ Ամբողջ խանութը փակի, քեզ տանի ցույց տամ, որտեղ դու կորել ես։ Չթողի քեզ, որ դու գնաս դու ինքդ գտնես։ Այդքան մարդկային են, այդքան մարդասեր են, այդքան հարգանք։ Մենք պատերազմից եկել ենք, այնքան ստրեսի մեջ էի։ Ես օրը մեկը գալիս էր իմ կողքը, որ ինձ հանգստացներ, ասեր ոչինչ, ամեն ինչ լավ կլինի։ Սպասքից ամեն ինչից հետ բերում էին, սա քեզ նվեր, ուպակովկեն բացում էին, սա քեզ նվեր, ոչ թե ինչ որ օգտագործված սպասք կամ ինչ որ մի։ Ու ամեն հարցում տանենք քեզ ցույց տանք, ինչա քեզ պետք, մենակ այդ ստրեսից դուրս արի։ Մենք գիտենք, որ դու տուն ես թողել եկել, մամա տա այնտեղ, աղբերը տա այնտեղ։ Ու իրան դիմքից դու մտածում ես, այ քեզ բան, ինչ ձևի մարդիկ են, ինչ վերաբերմունք ունեն։ Հետաքրքիր է։ Շատ կողմեր ունեն, շատ լավ մարդիկ կան։ Այդպիսի տեղ չկա, որ դու լավը լինես, հարգես ու քեզ չհարգեն, դա բացառություն է լինում։ Երբ այն ժամանակ են հարգում, երբ որ դու չգիտես հարգանքի տեղ, երբ որ դու մարդկանց միշտ ուզում ես ես իմ երկիրը, մենք սա ասել սիրում ենք մեր երկիրը, բայց եթե մենք ապրում ենք այս երկրում, մենք պարտավոր ենք մարդկանց հարգել շրջանաձև։ Մարդիկ քեզ ընդառաջ են գնացել, մարդիկ քեզ ամեն հարցում ապաստարան են տվել, ամեն հարցում մեկ շաբաթ հետո թուղթ ես ստացել, դու պիտի գնահատես, ամեն երկիր իր օրենքներն ունի, բայց եթե դու հարգում ես այդ մարդկանց, այս երկրի մարդիկ շատ բարի են, այնքան բարի մարդիկ են իրանց մեջ, որը որ նայում ես, ասում ես, ինչի՞ց է էլի, որ ինչի չկա մեր երկրում այդ ջերմությունը, այդ որ անգամ գալիս ես դու այստեղ, չես մոտենում հային, ասես, գիտես նորը մեկ էլ պատերազմից եմ, կարող գործ ունենաս, ինձ ապահովես։ Այլ մոտենում ես այլ ազգին է, որտեղ հային եթե դու դիմես, հայ այդպես քեզ չի դիմավորի անի, ոնց որ այլ ազգը կանի։ Ոնց որ քեզ օգնի Բելգիա։ Դե հայրն էլ է հյուր այդտեղ, ինքը ոնց գործի կընդունի, չէ, ամեն դեպքում։ Բան որ կարող են, լիքը հնարավորություններ ունեն, բայց չեն անում, որովհետև մի քանիսը եկել են, օգնել են, արել են ու այն հարգանքը չի եղել։ Հա։ Այդ հարգանքը ես կուզեի, որ մեր ազգում լիներ։ Այդ հանդուրժողականությունը չկա էլի մեր մեջ։ Իհարկե, լավ հայեր էլ շատ կան, այն որ ձեռք կմեկնեն, կօգնեն։ Մենք ունենք շատ լավ ընկերներ Բրյուսելում, որ շատ մտերիմ, հարազատ շփվում ենք ու իրոք շատ լավ մարդիկ են։ Բայց դե այդպեսի տեղ չկա, որ տարբերություն չլինի, էլի։ Բեսա որ տարբերություն չի լինում։ Հա։ Իսկ Հայաստանից ինչ կբերեիք ձեզ մոտ Բելգիա, որ ձեզ ավելի լավ զգայիք։ Հայաստանից աղջկան։ Աղջկաս, ընկերուս, հարազատների սարի։ Թե ինչն եք շատ կարոտում։ Հայաստանի ամեն ինչը երևի Շուշանա ջան։ Անկամ որ դուրս է գալի հայերեն էի լսում, այդ արդեն իմ համար ամեն ինչ էր։ Անկամ այն սարակ բաների մեջ դու քեզ ուրիշ ձև ես զգում, դու քեզ ավելի սենց չգիտեմ, չեմ կարա բացատրեմ, հարազատ ես զգում։
Հազվադեպ մի այլ ձևի։ Որ դուրս ես գալի լեզու ես լսում, արդեն մտածում ես դու հյուր ես, դու այն տեղում չես, որտեղ որ քո տեղն է։ Հա։ Իսկ եթե Ուկրաինայի հետ համեմատենք Հայաստանը, Ուկրաինայից ինչ կտեղափոխեիք Հայաստան, որ այդտեղ էլի շատ լավ էր։ Ու հիմա նույնիսկ կարոտում եք։ Ուկրաինայի չեմ կարող ասեմ Շուշանա ջան, այն որ չգիտեմ, ապրում ես, արդեն դառնում ես Ուկրաինայի ապրող, բայց էլի դու քո հայ տեսակով ես ապրում։ Հա։ Մեր հայկական այդ սովորությունները, մեր հայկական հայեցի այդ ամեն ինչը լրիվ ուրիշ է, որտեղ էլ ապրես, դու այդ ամենը դա քոնը ոնց որ լինի, որ ոչ զգի հետ, ոչ մի պետության հետ դու չես կարող այդ, ոչ կիսես, ոչ փոխես, դու ինչ կաս, այդ քո հետ է։ Այնպես էր, որ Ուկրաինայում էլ ես շատ կարոտում էի, Հայաստանը իմ համար մի ուրիշ տեղ է գրավում, իմ կյանքում, իմ ներսում, ես միշտ ասում եմ, ես որ ամեն ինչ լավ լինի, լավ ամեն ինչը աշխատանքով ամեն ինչը ասենց ապահովված լինի, ես առաջին Հայաստանում կապրեմ Երևանում, ես շատ սիրում եմ, բայց չգիտեմ, ցե գա տարիքային ինչ որ փոփոխություն լինի, արդեն մենք էլ մտածենք, որ Հայաստանը մեր համար ուրիշ է։ Ինչևէ ամեն ինչ փոխվի, չգիտեմ։ Ամենալավ երկիրը դառնա մեր երկիրը։ Հուսանք։ Բայց կարգապահության տեսանկյունից եթե նայենք, Ուկրաինան էլ Հայաստանի, չեմ ասի, հավասար ոնց որ անկարգ երկիր է համարվում, չէ՞։ Հա, կան շատ անկարգություններ կան, որ գուցե Հայաստանից էլ ուժեղ էր։ Բայց չգիտեմ, երբ որ ապրում ես, միշտ ուզում ես այդ երկրում լավ, հա, լավ կողմերը նայես, էլի, եթե վատ կողմերով նայենք, բոլոր երկրներում էլ կա լավն ու վատը։ Այնպես չի, որ այս երկրներում ամեն ինչ անթերի է։ Պրոստը այս երկրներում որ կա խստություն, կա կարգապահություն, կա օրենքներ, կա շտրաֆներ, եթե դու ծխում գցում ես գետնին, դու դրա համար պիտի պատասխան տաս։ Դու դրա համար կարաս գնաս մեկ ամիս ձրի աշխատես։ Այդ այնց բաներ, որ մեր երկրում լիներ, մեր երկրին հասնող չլինի, հաստատ։ Հա։ Էլի մտածելակերպի հարց է, էլի, չէ՞, օրինակ ինչի պիտի օրենքով քեզ արգելեն, որ դու որոշես չծխես, թեկուզ լավ ծխես քո օրգանիզմը վնասես, բայց գոնե գետնին չգցես։ Դե Շուշանա ջան, այստեղ 170 ազգից ավել ազգեր կան։ Դու պատկերացնում ես, եթե մենք մտածենք, որ բոլորը մտածելակերպով մտածեն, եթե ծխում են, պիտի գցեն անպայման աղբար կրպամանը։ Այստեղ շատ քչերն են այնպիսի երկրներից են գալի, որ ջուրը իրանց համար նվեր է։ Իրանք կյանքում ջուր չեն տեսել։ Իրանք չգիտեն ջուրը ինչ է, իրանից ներկայացնում։ Ու հանկարծ եկել են մի երկիր, որ ամեն ինչ բաժանաստ է։ Ու իրանք արդեն սկսում են այնպիսի բաներ անել, որ եթե երկրում չլինի կարգ ու կանոն, չլինի օրենք, դու չես պատկերացնում ինչ կլինի։ Այդ օրենքներն աստեղ, էլի անարխիա, էլի ինչ որ հարցեր, էլի ինչ որ պահեր է լինում։ Եթե այդ չլինի, ընդհանրապես ահավորություն կլինի։ Դե մեր մոտ էլ որ հանկարծ մի օրենք փորձում են ավելի խստացրել, մեկ էլ մենք ենք արդեն ընդվզում։ Որտեվ մեր երկրները օրենք չի եղել այն տեսակ, որը որ պետք է։ Հիմա որ ները խստացնում են, արդեն դրանից նեղվում են, բա որ գալիս են այս երկրները քիչ են նեղվում, որ սիգարետի համար 250 եվրո պիտի շտրաֆ տան։ Հա։ Ու խելոք աղբամանն են նետում։ 2-3 անգամ մուծում են այդ շտրաֆը, արդեն կպնում են գրպանին, արդեն զգում են, չէ, պիտի գցեմ աղբար կա, խեմ գցում գետին, որ 250 եվրո շտրաֆ տան։ Հա։ Նույնն էլ երևի երթևեկության հարցում, չէ՞։ Հա, կարա լինի։ Երթևեկության հարցով էլ ամեն կես մետրի վրա կամերա է դրված։ Դու չես կարող այստեղ խախ անես ու դու պրոստը տակ անցնես։ Տենց բան չկա այս երկրներում։ Արել ես, արի պատասխան տուր, խնդիր չունես։ Արի այսքան շտրաֆը մոծի գնա։ Այստեղ ֆակտուր, առանց մուծում, առանց շտրաֆ, դու չես կարող, որովհետև դու չես կարող այս երկրի մենտալիտետով ապրես։ Որովհետև այս երկիրը պիտի այստեղ ծնվես, որ կարողանաս այդ կարգապահությունը պահես։ Եթե դու այդ չես տվում, շատ դժվար է այդ ամեն ինչը ընդունել, որտեղ մենք չենք տեսել այդպիսի բան։ Ու ենթարկվել էլի ամբողջությամբ, չէ՞։
Դու ես պատկերացնում ինչ ձևի մարդիկ են գալի ու ենթարկվում, որ դու մտածում ես լավ էլի, նյուժելի, որովհետև չունեն։ Դե իսկ մեր մոտ որ կամերաները դրեցին, հիշում եք ինչքան մեծ աղմուկ բարձրացավ։ Նորմալ է, չէ՞, որ կարգ ու կանոն է ուզում ստեղծվի այդ երկրում։ Հա։ Ինչի ուրախ եղեք, որ կարգ ու կանոնով ապրեք։ Ինչի, բա որ ուրիշ երկրում այդ կարգ ու կանոնը դրվում։ Ինչի եք ընդունում։ Ինչի եք այդպես պետք է լինի։ Բա մեր երկրում էլ թող կարգ ու կանոն լինի, բոլորը ով դրսում է, գա իր երկրում ապրի։ Ինչի դրսում։ Իսկ մեծ Հայաստանում ապրեի, իմ երեխեքը այնտեղ ծնված լինեին, իմ երեխեքը հայկական դպրոց գնացած լինեին, հայկական հաստատությունները ավարտած լինեին։ Դե ոչինչ, քիչ-քիչ մենք էլ կփոխվենք։ Սմա չփոխվող չկա, ճիշտ փոխող է պետք, Շուշանա ջան։ Ճիշտ է, հա։ Մի քիչ երևի վերահսկողությունը պետք է մեծացնի պետությունը, բայց դա էլ արդեն ժամանակի մեջ էլի։ Նույն այդ կամերաների հարցը, որ նայում ենք, այն ամենասկզբում մեծ աղմուկ բարձրացավ, բայց այսօր արդեն ով է դրա դեմ ինչ-որ բան պայքարում, իմաստ էլ չունի, խելոք վճարում են։ Օրենքն էլ որ մտնում են, ուրեմն այդ օրենքը պատճառ ունի։ Պետք է ոչ թե դրանից ինչ-որ թեմաներ սարքել, այլ ենթարկվել, հասկանալ, որ երկիրը մեծ երկիր է ու ստեղծում այն օրենքները, որը որ ուրիշ երկրներում ընդունված է։ Այստեղ աչքերը բաց, գիտեմ, որ այդ օրենքը իրանց մոտ կա։ Ինչն էլ որ մենք տեսել են, թող հիմա մեր բակալենին նորմալ լինի, մեր բակալենին նորմալ ապրի։ Հա մենք չենք տեսել, թող մեր երեխեքը տեսնեն։ Այդտեղ մարդիկ չեն մտածում էլի, որ այս օրենքը դրել են, եկեք քննարկենք, օրենքի որ կողմն է ճիշտ, որ կողմն է սխալ, այ գնանք սրա համար բողոքենք, պայքարենք, ենթադրում եմ այդպես է։ Օրենքը ինչ որ այդ ուգալովնի կոդեքսը հանողը ինքը բոլորից լավ գիտե, չէ, որ երկրում ինչ է պետք։ Քննարկվել է էլի երևի օրերով, ամիսներով։ Կրում դու գիտես բոլոր օրենքները այստեղի ապրողներին դուր է գալիս, չէ, բայց իրանք ընդունում են, ասում են, որտեղ դա դրված է, մենք պիտի ընդունենք։ Դու այստեղ տեսնի, ինչ որ հա կարող է ինչ որ հարցեր լինի ավտոբուսային այդ բիլետների թանկություն բան, իրանք այստեղ զաբաստովկա անեն, ճանապարհ փակեին բան, բայց իրանք ընդունում են, որ դա այդպես է, բառոնց բիլետի ասում ավտոբուս պիտի նստես։ Նորմալ է, որ ստեղծել են այն սիստեմ, որ մարդը հասկանա, որ ավտոբուս ես նստում, պիտի բիլետ անես, բան բիլետ ավտոբուս են նստում։ Հա, Դե իմանայեք, մեր մոտ որ տրանսպորտը վերցրեցին, թանկացրեցին կամ չգիտեմ, նոր կանոններ են մտցնում, բան, մենք էլի մտածում ենք ոնց անենք, որ շեղվենք, խուսափենք դրանից, չենթարկվենք, չէ՞։ Բայց մյուս կողմից տեսեք, որ ասում եք, մարդը եթե 180,000 փող է ստանում, ոնց կարա 90,000 տա, բայց այդ մարդու ձեռը նայում ես iPhone-ա բռնած։ Այդ մարդու նոր տարվա սեղանը, որ նայում ես, զարմանում ես, ասում ես, ոնց, հետո պարզում է, որ ինքը իր ոսկին տարելա գրավա դրել, որ նոր տարվա սեղանը ճոխ լինի։ Այսինքն հասկանում ես, որ այդ մարդը կարա այդ ամեն ինչը անի։ Իսկ այստեղ այդպես չի։ Այստեղ կարող է 250,000 եվրոանոց մեքենա ունենա, ինքը հեծանիվով գնա գործի, դա նորմալ է։ Հա։ Այստեղ կարա ինքը ունենա 1.5 միլիոնանոց տուն, բայց ինքը ոդկով գնա գործի, մտածի, որ ինքը կարա այդ մեքենայի բենզինի փողը էկոնոմիա անել։ Դու տեսնի այստեղ այն մակարդակը, որը որ մենք կտեսնենք մեզ մոտ։ Վարկով սեղան դնել, վարկով ավտո, վարկով հարսանիք անել։ Այստեղ որ նայում են նոր տարվա սեղանին այդպիսի ճոխություն, ասում են ինչի մարեք։ Մի օրվա համար, դու կարող է լավ չեք։ Դու կարող ես իրանց տուն ինքը դրված լինի սեղանին մի հատ չիպսի պաչկա, մի հատ շիշ պիվա։ Բայց ինքն է տան մեջ է։ Մենք սա կյանքում այտենց տուն չենք տեսնում։ Դա իր համար նորմալ է։ Մա ինչի համար անը, մի օրվա համար ու հաջորդ օրը սա սալատներով լցնեմ զիբիլի, ու ես գիշ չեմ։ Այդ գումար է, չէ՞։ Այն մտածում մի ապրելակերպի համար, որ լիչնի մի դրամ իրանք չեն ծախսում։ Իսկ մեր մոտ այտենց մարդուն արդեն ոնց որ անուն են դնում, էլի, որ հաշվարկով է ապրում կամ չգիտեմ։ Մենք աչքներս բացել ենք, այդպես ենք սովորել։ Որ կարանք ամեն ճոխ լցնենք սեղանին, հաջորդ օրը լցնենք զիբիլը գնա, բայց ասենք դա մի ամսվա աշխատավարձ էր, այսինքն խի ինչի համ։
Բա ժամանակը, որ այդքան պատրաստել ես։ Ու այստեղ ինքը նորմալ է, եթե դու նոր տարի ես անում, կարան մարդ կգա։ Դա նորմալ է, դա սիմենի այստեղ տրադիցիոննի праздник է։ Պարտադիր չի որ հելն ընկնեն տնից տուն։ Ոնց որ մեր մոտ է ված։ Մի հատ խմիչքով գնացինք, Վալոդի տունը գնացինք, պիտի Վալոդն մեր տունը ու սենց գնաց։ Այստեղ տենց բան չկա։ Քիչ-քիչ ստեղ էլ է փոխվում։ Ծնունդներն էլ այստեղ դա ընտանեկան праздник է։ Առիթ է։ Պարտադիր չի որ բոլորին պիտի հավաքես գլխի տա, տենց բան չկա։ Հա։ Մեր ազգը աշխատում է մի ամբողջ կյանք բոլորին ապացուցելու, որ ես ունեմ, այս ազգին ոչինչով չես զարմացնի, Շուշանա ջան։ Ունենց մեքենաներ են, տների մեջ են ապրում, այնպիսի աշխատանք ունեն, բայց դու նայում ես, ասում ես, ինձանից հասարակ է, այս մարդը էս ինչ անում։ Իսկ ձև է իրան պահում։ Մեր մոտ հլա ասա մի բժիշկ թող նստի հեծանիվ գնա գործի։ Բարև ձեզ։ Հա։ Ձեր կառնեն։ Բայց իր գարաժում կարա 20 հատ մարկաները նոր դուրս եկած մեքենաները կանգնած լինի, ինքը հեծանիվով գնա, իր համար դա նորմալ է։ Ինքը զարմանում է, որ ասում են դու գալիս եք այստեղ մի երկու տարի հետո ուզում եք անպայման ձեր մեքենաները, ձեր ավտոները, ձեր ապրուստը, ձեր ապրելակերպը։ Մենք դա անցել ենք։ Մեր համար դա նորմալ։ Մենք կարան գնանք Ամերիկա հանգստանանք, կարան գնանք Անգլիա հանգստանանք, այտենց բաները մենք սկի չենք զարմանում, որ մնաց թե այտենց մարալնի բաները մեր համար դա սովորական։ Հա։ Կուշտ են էլի։ Շատ։ Ոչ մի մեկ դեռ չենք կշտանում։ Անցնես։ Իրանք որ գալիս են Հայաստան հետ են գալի, այս Սարայինք մի քանի տարի առաջ եղել են Հայաստան, ասում Արմինը պիսի տան էինք հյուր, որ ուզում էին մեծ զարմացած լինեին, բայց չգիտեին, ասում ես նենց մեքենա եմ քշում, նենց տուն ունեմ, որ ասեք ոչինչով չեմ զարմանա, էլի, ասում բայց ամեն հարցում մեզ բարձրակարգ ռեստորան, մեզ բարձրակարգ ծաղկաձոր տարան, ինքը սաղ տեղերից տեղյակ է այն ձևով իրանց պահեցին, ասում իմ ամուսինը զարմացել էր, ասում էր Սարա, որ պատկերացնեն մենք вообще ով ենք, իրանք կանանում այդ գործ ունեն։ Հա։ Բայց իրոք ոչ մի բանով չէր հաջողվել զարմացնել Տիկին Սարային։ Չէ, պատկերացրու որ չէր Շուշանա ջան։ Հա։ Իրան պահեց ես ստացեցի, նյուժել ես տեսակ հասարակ մարդ կա։ Հա։ Ինչ դեր հավանել բայց Հայաստանից։ Հայաստանը ասում շատ ջերմ երկիր է, շատ ուրիշ ձևի, ասում ես շատ երկրներ եմ եղել, բայց այդ ձեր հյուրասիրությունը, ձեր մենտալիտետը լրիվ ուրիշ էր, ինձ շատ դուր եկավ, ձեր չեք ճանաչում, բայց կարող եք դուրը բացել համեցի, մենք այտենց բան չունենք։ Մենք շատ սառն, մենք մինչև չճանաչենք, թույլ չենք տա մարդը մտնի մեր կյանք, բայց դուք առանց ճանաչել կարող եք այն վերջինը հյուրասիրել։ Այդ ձերը ինձ դուր եկավ։ Բայց կար մի բան, որ տարօրինակ էր իրենց համար։ Դե չեմ կարա ասեմ, բայց Կիսվել է էլի։ Հա, միգուցե լինի այնպեսի մի բան, որ իրանց համար էլ դա շատ հարցեր կա, որ իրանք ուրիշ ձև են նայում։ Իրանք մտածում են դա տարօրինակ պահվածք է իրանց համար։ Այնպես որ մենակ գումարայինը չի, էլի մենտալիտետում էլ այնպեսի պահեր կա, որ չենք կարա ասենք ինչ է կարող է իրանց համար տարօրինակ լինի, որտեղ իրանք լրիվ ուրիշ մտածելակերպի, ուրիշ մենտալիտետի մարդիկ են։ Դե լավ, հիմա տամ մեր վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք ինչն եք սիրում։ Արևահամ բառն եմ սիրում։ Հա։ Իսկ ընդհանուր, եթե բանաստեղծության նախադասությունը չասենք։ Ընդհանուր իմ Հայաստանի ինչն եմ սիրում։ Իմ Հայաստանի հայեցի ոգին եմ սիրում։ Հա։ Որտեղ մեջ կա հայեցի լինել լրիվ ուրիշ է, այն ջերմությունը, հա, որտեղ էլ լինես, ասում ես դու հայ ես, ասում են, հայերը, հենց այդ ամենն եմ սիրում, այդ հայեցի լինելը մեր։ Բա։ Դե ինչ, շնորհակալություն, իրոք շատ հետաքրքիր զրույց էր, որ թեկուզ խնդիրներից ենք խոսում, բայց էդ էլ պետք է խոսանք, որովհետև մենք միևնույնն է մեր բացասական կողմը շատ լավ գիտենք, բայց ոնց որ ստոպ չտանք, որ հասկանանք, էլի, ընդունենք, որ այդ տենց է ու պետքա փոխվենք։ Միգուցե սենց խոսալով
թեկուզ ոնց որ թեթևանաս էլի որ ընդունես որ հա կա հուսաս որ կփոխվի ամեն դեպքում շնորհակալություն շատ հետաքրքիր էր Արմինե ջան Ես էլ եմ շնորհակալ Շուշանա ջան, որ ինձ ընտրեցի, որ Մեր ձեր գործերին էլ հաջողություն ձեզ էլ ինձ էլ շատ ուրախ էի, որ շատ լավ ձեր զրուցակից ունեցա, ձեր հարցերին պատասխանեցի, որոշ չափով ձեզ գոհացրեցի։ Այո, որոշ չափով չէ, ամբողջությամբ իրոք շնորհակալ եմ։ Անկեղծ զրույց էր։ Ձեզ Շուշանա նորանոր հաջողություն։ Շնորհակալություն եւ հաջողություն։ Հաջողություն։